Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն կհաղորդենք լուրերը։ Հոյտաբյուրոն հրաբարագեց հայտարարությունը, որում մեջ շեշտեց, որ խորհրդարանական ընտրություններուն իբրև արդյուն կստեղծված քաղաքական դակնաբը ոչ միայն չհաղթարարվեցավ, այլև իշխող վարչախումբին քայլերուն պատճառով ավելի խորացած է, ներազգային եւ աշխարհակաղակական վտանգավոր երանգներով։ Գործող վարչախումբը շարունակապար թիրախ կնդրե անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Արաքելական եկեղեցին, Արցախյան շարժումը եւ հայկական ինքնության հիմերը։ Ստեղծված պայմաններում մեջ նոր իրողությունները հաշվի առնելով անհրաժեշտ է շարունակել քաղաքական պայքարը նոր մարտավարությամբ, թափով եւ ուժգնությամբ։ Հոյտաբյուրոյին հայտարարությունը շեշտեց, որ հիմնական հարցը Հայաստանի թրքացման միտող իշխող վարչախումբին գործանարար եւ աղետաբեր քաղաքականության կանխարգելումն է։ Այս իմաստով խիստ կարևոր է առողջ ազգային բոլոր ուժերուն համագարկված եւ համադրված աշխատանքն ու հանրային լայն համախմբումը։ Հայաստան դաշինքը մեկնաբանելով սահմանադրական դատարանին որոշումը ընտրություններուն արդյունքները անփոփոխ պահելու վերաբերյալ հայտարարեց, որ սահմանադրական դատարանը չի սրբակրել ընտրական գեղձիկները եւ չի լուծել իշխանության օրինականության հարցը, նշելով, որ վերարտադրված վարչախումբը օրինականութենե զուրկ է։ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ ազգային ժողովի մեջ դաշինքին բոլոր քայլերը պիտի փոխին սահմանադրական դատարան դիմաց ինտիմատիր ուժերուն միացյալ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգեն։ Պայքար կանխարգելելու համար սահմանադրության բադատրված փոփոխությունները պաշտպանելու համար Հայաստանյայց Արաքելական Սուրբ եկեղեցին, նաև քաղաքական բանդարգյալներու եւ պատերազմական հայ քերներու իրավունքներու պաշտպանության եւ գործող վարչախումբին հերացման համար։ Ընդդիմադիր Փառքավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան 2 ամիսով գալանավորվեցավ մեծ չափով խարդախություն եւ դրամ լվալու մեղադրանքներով։ Ըստ քննչական կոմիտեին Ծառուկյան գազམ་ակերպած է հանցավոր խումբը, որ Իրան-Հայաստան գաբերու ստեղծման բادرվագով խափեությամբ եւ փաստաթուղթերու գեղձմամբ իրանական ընկերությունները խլած է փոխադրության 52 միջոց եւ ապրանքներ շուրջ 22 միլիոն դոլարի վնաս պատճառելով։ Ան ապա ցերկծկված գույքին եւ դրամին լվացումը գազམ་ակերպած է սեփական ընկերություններու օրինական գործունեության միախառնելով։ Ծառուկյանի գալանավորումեն յետք խորհրդարան անցած Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները, ինչպես նաեւ ինտիմատիր այլ ուժեր համարեցին, որ անգեհետաբնտվի քաղաքական թրթավաճառներով։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարար Ջեյհուն Բայրամով հայտարարեց, թե Բաքու գագնգալի, որ Հայաստանի սահմանադրութենեն հանվին Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջները, որմե յետք խաղաղության համաձայնագիրը գրնագնկվիլ։ Բայրամով նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանակցման աշխատանքները կշարունակվին։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարին արդեն իսկ սահմանազատված է պետական սահմանին շուրջ 13 կիլոմետր հատվածը։ Ան նաեւ ընդեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի որոշակի համաձայնություն եւ թե հոլովույթը պիտի շարունակվի հյուսիսեն հարավ եւ լուծում պիտի ստանան արդագղզի համարվող քյուղերուն հարցերը։ Խոսելով թրիպի ուղիին մասին, Բայրամով զայն գոչեց Զանգեզուրի միջանցք եւ շեշտեց, որ անոր մուտքի եւ ելքի գետերը կգտնվին Ադրբեջանի տարածքներում մեջ։ Հոյտաբյուրոյի անդամ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյան Բաքուի պանդեն փոխանցեց խոսքը, որում մեջ շեշտեց, որ ադրբեջանցիները գսեն, որ եթե ծեր իշխանությունները հետաքրքրված չեն ծեր վերադարձով, ապա ինչ կսպասեք միջազգային ատյաններն։
Իշխանյան հայտնեց, որ պաշտպանության կողմին դակավին չեն փոխանցած ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ ալ դատավճիռը։ Անավելցուց որ այնուամենայնիվ քերիները դիմաց են Ադրբեջանի վերակնիչ ադյանին, որովհետև ասիգա քայլ մնե միջազգային ադյաններ թիմելու ուղին վրա։ Դավիթ Իշխանյան նշեց, որ իրենց դատավարությունը քաղաքական բնույթ ունի եւ հիմնված է ցեղային եւ ազգային ադելության վրա։ Միջազգային եւ համեմատական իրավունքի գեցոնի նախագահ եւ արդարության եւ մարդու իրավունքներու հայկական գեցոնի դնորեն իրավապան Սիրանուշ Սահակյան հաղորդեց, որ մարդու իրավունքներու եվրոպական ադյան պիտի թիմե Ադրբեջանի մեջ շուրջ 3 տարի է ի վեր քերեվարված եւ 20 տարվան բանդարգության դատաբարդված Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դատական գործով։ Սահակյանն նաեւ հայտնեց, որ ի վերջո կարելի եղած է ստանալ Վարդանյանի դատական վճիռը, որ անհրաժեշտ է եվրոպական ադյանի մեջ դատական հոլովույթի սկսելու համար։ Դեղին է նշել, որ Բաքուի մեջ արգելափակված 15 պատերազմական հայ քերիներուն վճիռները դակավին կարելի չէ եղած ստանալ, վճիռները հրապարակված էին 8 ամիս առաջ։ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամները չեն գիտեր, թե ինչ ապացույցներու հիման վրա, ինչ գործողություններ վերակրված են իրենց։ Թուրքիո խորհրդարանի նախագահ Նուման Կուրտուլմուշ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ համաձայնության ցերկբերումը արդեն իսկ հասած է որոշակի հանգրվանիմա։ Կուրտուլմուշ հույս հայտնեց, որ Թուրքիո մասնակցությամբ Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան գծեվավորեն միասնական ուժը, ավելցնելով, որ Թուրքիո շինիչ դեսլագանը նշանակալից ներդրում ունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայն Միացյալ Նահանգները Ադրբեջան հարաբերությունները հաջողությամբ զարգացած են, Դոնալդ Թրամփի երկրորդ անգամ նախագահ ընտրվել են ետք, հասնելով ռազմավարական գործընկերության մակարդակին։ Ալիև Բաքուի մեջ ամերիկացի ձերագույդի արտաքին հարաբերություններու հանձնախումբի անդամ Ստիվ Դեյնսի հետ իր հանդիպման ընթացքին նշեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրագարկը ցանկի գոչելու հոլովույթին մեջ Միացյալ Նահանգներու նախագահային թերագադարությունը շինիչ է։ Հանդիպման ընթացքին շեշտվեցավ Թրիփի ուղիին կարևորությունը հարավային Կովկասյան հաղորդակցության միջոցներու դեսանգյունեն։ Ադրբեջանական բանակի ցամաքային զորքերը մեծ ռազմապործ մկադարեցին ընթացիկ տարվան պատրաստության ծրագրին հիմամբ, որ մշակված է պաշտպանության նախարարության կողմէ։ Ռազմապործին մասնակցեցան ցամաքային զորքերու հadoop ճոկատայինները, հրեդանային քունտերը, ինչպես նաև ապահովման զորամասերը եւ այլ ստորաբաժանումներ։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը միացավ հունական ամերիկյան գազམ་ագերբություններու եւ կոնգրեսի երկկուսակցական խումբին արգելակելու համար General Electric F110 դիպի շարժակներու ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ վաճառքը Թուրքիո։ Շարժակները պիտի կորզածվին թուրքական Քան դիպի պատերազմական օդանավերու համար։ Հայտարարի հանձնախումբի գործադիր դնորեն Արամ Համբարյան հայտարարեց, որ Թուրքիան զինելը չի նշանակեր պաշտպանել դաշնակիցը, այլ զինել եւ խրախուսել հակառակորդը, որ հարձակի Միացյալ Նահանգներու բարեկամ երկիրներու վրա։ Այս ձիրի մեջ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը նաեւ գոչ կատարեց ամերիկահայ քաղաքին թիմելու իրենց ներկայացուցիչներուն, որբեսի աչակցին կոնգրեսական Դինա Թայթսի նախաձեռնած երկու քայլերուն։ Առաջինը համադեղ մերժման բանացեվի նախագիծն է, ամբողջությամբ արգելակելու համար շարժակներուն Թուրքիո վաճառքը։ Իսկ երկրորդ նախաձեռնությունը նամակն է, որ ուղղված է ներկայացուցիչներու դան ղեկավարության, բանջելով կանխարգելել Թուրքիո վերամիացումը F-35 պատերազմական օդանավերուն ծրագրին։
Ամերիկայի հայտարարի հանձնախումբը ձերագույնի հատկացումներու հանձնախումբին ներկայացուց ցուցմունքմա, ուր գոչրավ անհաբաղ ազատ արձակելու հայ բանտները, ապահովելու Արցախեն բռնակախտված հայերու վերադարձի իրավունքը, զորացնելու Հայաստանի ապահովության եւ զինվորական օժանդակության աջակցությունը, ինչպես նաեւ սահմանապահումներու ենթարկելու Ադրբեջանի դրամատրվող ամերիկյան զինվորական օժանդակությունը։ Այս հարցերը ներառելով հարաճիգա դարվան նյութական հատկացումներու մասին օրինակիցի մեջ։ Հայտարարի հանձնախումբի գարավարական գաբերու պատասխանատու Թերեզա Երեմյան այս ցուցմունքը ներկայացուց ձերագույնի pedagogan արտաքին գործառնություններու եւ հարագից ծրագրերու ենթահանձնախումբին։ Այն բահուն, երբ Ադրբեջանի մեջ արգելափակված պատերազմական հայ կերիներու գալանքի ժամկետը անցած է 1000 օրը, իսկ ամերիկյան վարչակազմին կողմէ 907-րդ հոդվածին գործածության բացառման երկարաձգումը կշարունակե մնալ կոնգրեսի ուշադրության առարկան։ Իսկ այժմ մեր հյուրն է Համենտմեն Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի շրջանային վարչության ադենաբեդ եղբայր Արամ Քայսերյանը։ Բարև ձեզ։ Բարև Արմեն, ինչպե՞ս եք։ Նախ անդրադառնանք նավասարտյան խաղերուն, որոնք տեղի ունեցան 2-5 հուլիսին Նյու Յորքի մեջ։ Գրնաս մեր ագընտիրներուն ներկայացնել այս խաղերուն ընդհանուր պատկերը։ Այո, ինչպես նշեցիք, Համենտմենի Արևելյան շրջանի 34-րդ նավասարտյան խաղերը տեղի ունեցան հուլիսի 2-5 հյուրընկալությամբ Նյու Յորքի մասնաճյուղին, ունենք 450-ը ավելի մարզիկներ, որ ունենք բասկետբալ, վոլեյբալ, սոկեր եւ վասկի խումբեր, ունենք 68 խումբեր եւ 14 մասնաճյուղեր, ներառյալ կանադայեն 3 մասնաճյուղեր, որ մասնակցան իբր հյուրեր։ Մեր խաղերը շատ լավ անցան, նայած որ բավականի եղանակը դակ էր մեր ֆուտբոլի խաղերը խաղցան 100-ը ավելի աստիճան դակության դակ, բայց նորեն բոլոր մարզիկները մասնակցան եղբայրական ոգիով եւ անցուցինք մեր նավասարտյան խաղերը անփորձանք։ Շատ լավ։ Այս տարվան նավասարտյան խաղերը ինչպիսի ոգևորություն ստեղծեցին եւ նման ծրագիր թրական ինչպիսի աստեցություններ ունի Համենտմենի միութենական առողջ մթնոլորտի ստեղծման իմաստով։ Ուրեմն խաղերու ընթացքին միշտ կտեսնենք մեր թաշտերու վրա անշուշտ մեր մեծ մասնաճյուղները Բոստոնը, Providence, New York, New Jersey, Washington միշտ կտեսնենք բազմաթիվ խումբերով, բայց ալավի խանդավառություն տեսանք մեր փոքրիկ թիվով մասնաճյուղներն, հատկապես adonk որ նախկինի դժվարություններ ունեցած են մասնակցելու չանք թափած են իրենց քաուներու մեջ որ մասնակցին խումբեր գազմեն նամանավանդ հիշելով Ալբանի մասնաճյուղը որ մոտավորապես 10 տարի չեր մասնակցած խումբով եկած էր մեկ բասկետի խումբով նույնպես Ֆիլադելֆիայի մասնաճյուղը 4 խումբերով եւ հիշելով Ֆլորիդայի մասնաճյուղը որ գրգին դժվարությունները անցած գայթրանացած են իրենց փոքր տարիքի մարզիկներով մասնակցան 6 խումբերով եւ եկան ոչ միայն իրենց մարզիկներով, բայց իրենց ծնողներով, ընտանիքներով քաչալերելու իրենց մարզիկները եւ քաչալերելու Համենտմենը։ Ինչ լավ։ Հիմա ինչ կվերապերի համահամենտմենական բանակումին, որ 24 հուլիսին մի դիսկսի Հայաստանի մեջ Համենտմենի Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի սկաուտական գազմերուն մասնակցությունը ինչ պատկեր կբարձի։ Այո, հուլիսը բավականի սպաղած ամիս է Համենտմենի համար, ուրեմն Արևելյան շրջանը պիտի մասնակցի 10-րդ համահամենտմենական բանակումին 76 սկաուտներով, ուրեմն արդեն շրջանս 1 տարի է կպատրաստվի այս օրերուն, ունեցած ենք 3 հատ սեմինարներ պատրաստական սկաուտներուն համար եւ մեր սեմինարներու նպատակը հետեւյալն էր, որ ինչպես եթե ֆուտբոլի խումբ պիտի գազմես 11 մարզիկ չես կնար թաշտի վրա նետել եւ սելով խումբեն իրենց արիտ կուտանք փորձնելու իրար հետ աշխատելու եւ այլն մեր սկաուտները նույնպես լալով ամեն շրջանին 4 կողմերեն միասին բերինք սեմինարներուն պատրաստվելու իրարու գողքի աշխատելու իրարու հասկանալու որ գարենանք մասնակցել համահամենտմենական բանակումին իբր մեկ պատվիրակություն իբր մեկ շրջան։ Շատ լավ։ Համահամենտմենական բանակումը Հայաստանի մեջ կազմակերպելով
Հոմենետ մեն ինչպիսի պատկամ կփոխանցի իր անդամներուն։ Ուրեմն համահոմետմենական բանակումը ցույց պիտա ոչ միայն մեր սկաուտներուն եւ անդամներուն, բայց բոլոր հայության, թե հոմետմենը գոյություն ունի աշխարհի 4 կողմ։ Պիտի տեսնենք 800-ը ավելի սկաուտներ 30 երկրները եկած Երևանի փողոցները պիտի տղանցեն, պիտի փանագեն Հայաստանի հողին վրա։ Եվ այս բոլորը մեզի պիտի հիշեցնե մեր նպատակները, որտեղ սկաուտությունը եւ մարզականը բարձրապես մեզի միջոցներ են։ Մեր հասնելու մեր նպատակը լալով հայ բախանում, պատրաստել ասկային կորձիչներ, որ պիտի աշխատին մեր միություններու մեջ, մեր քաղաքներու մեջ։ Շնորհակալություն եղբայր Արամ։ Շնորհակալություն ընկեր Արմեն։ Հարգելի ագնտիրներ, մեր զրուցակիցներ Հոմենտմեն Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի շրջանային վարչության ադենաբեդ եղբայր Արամ Քայսերյանը։ Այսպիսով մեր հաղորդումը կհասնի իր ավարտին։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ցտեսություն։